Մեկնարկից հետո գրեթե 1 ժամ սահմանադրական դատարանը քննարկում էր դիմողներից երկուսի Արամ Օրբելյանի եւ Արամ Վարդևանյանի միջնորդությունները։ Արամ Վարդևանյանը 2 դատավորի մասնակցության անհնարինության հարց բարձրացրեց Խաչատուրյանի եւ Սեդա Սաֆարյանի։ Սեդա Սաֆարյանի հարցը դատարանը նախկինում էլ չէր քննարկել։ Այս պահին դատարանը 7 հոգանոց կազմով է քննությունը իրականացնում եւ Սեդա Սաֆարյանը մասնակցում էր, բայց Արամ Վարդևանյանը կարծում էր, որ Սեդա Սաֆարյանը չի կարող մասնակցել այս գործի քննությանը, բացի այն, որ նա տարբեր գործերով դատաքննությունների է որպես փաստաբան նախկինում մասնակցել, Արամ Վարդևանյանը նաեւ 2021-ին նրա պատգամության թեկնածու լինելու հանգամանքը բարձրացրեց, կրկին հիշատակեց եւ այն կուսակցություններից մեկը, որի դաշինքի կազմում մասնակցում էր Սեդա Սաֆարյանը, այսօր նաեւ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումատուներից մեկն է։ Եվ այստեղ պարզվեց, որ դատավորների անհնարինության հարց բարձրացրել է դատավոր Խաչատուրյանը, 3 դատավորի մասնակցության անհնարինության մասին է խոսք գնացել, Վլադիմիր Վարդանյանի, Արտակ Զեյնալյանի, նաեւ Սեդա Սաֆարյանի եւ Սեդա Սաֆարյանի չմասնակցության օգտին, այսպես ասեմ, որևէ դատավոր, այդ թվում հարցը բարձրացրած Խաչատուրյանը չի քննարկել։ Իդեպ Դավիթ Խաչատուրյանը դրանցից որևէ մեկը չհերքեց։ Բոլոր 3-ի հետ կապված իրոք ես եմ առաջարկել դատական աշխատակարգային նիստում քննարկել դատավորներ Վարդանյանի, Զեյնալյանի եւ Սաֆարյանի մասնակցության գործի քննությունը մասնակցության անհնարինության հարցը։ Տիկին Սաֆարյանին ես հարց եմ տվել, արդյոք նա իրականացրել է կուսակցական գործունեություն եւ պատասխանը եղել է, որ ոչ, ու դրա մասին մենք նաեւ այլ տեղը հավաքել ենք եւ քննարկվել ենք, ի տարբերություն իմ նշած մյուս 2-ի, պարոն Զեյնալյանը օրինակ մինչեւ անդամ լինելը ցամ դատավոր ընտրվել է եւ Վարդանյանը եղել են շատ ժամանակ չի անցած եղել էլի կուսակցության անդամ։ Իսկ Արամ Օրբելյանի միջնորդությունը վերաբերում էր դատավորների ողջ կազմով քննությունը ապահովելուն։ Այսինքն նա էլ հակառակ կարծիքին է, որ այն 2 դատավորները, որոնք այս պահին անհնարինության հիմքով չեն մասնակցում դատաքննությանը, այսինքն Վլադիմիր Վարդանյանը, որը նախկին իշխանական ԿՊԱ-ական է եղել, ԿՊԱ անդամ է եղել եւ շատ ակտիվ քաղաքական գործունեություն է վարել, եւ Արտակ Զեյնալյանը, որը Հանրապետություն կուսակցության անդամ է եղել, որը համագործակցում է այս պահին Երևանի ավականիում իշխող քաղաքացիական պայմանագրի հետ, նրանք երկուսն էլ պետք է վերադառնան եւ գործի քննությանը մասնակցեն։ 9 անդամի քանակի փոփոխությունը, որը նախատեսված է ըստ էության սահմանադրական օրենքով, բայց չի նախատեսված սահմանադրությամբ, առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե սահմանադրական դատարանի կողմից, այլ սահմանադրական դատարանի կրճատված կազմով կողմից, ինչը առաջացնում է որոշակի խնդիր որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված։ Պարոն Օրբելյան, ձեզ թող չտվա, որ մենք այդպես թեթև սրտով ենք բաժանել մեր գործընկերներից, մենք էլ շատ ծանր սրտով ենք անհնարինություն հայտնել մեր գործընկերներին։ Ես հիշեցնեմ, որ ընտրությունների արդյունքները չեղարկելու հարցն է քննարկվում, որին ըստ էության դեռևս 1 ժամ անց քննության մեկնարկից դատարանը չի անցել։ Հայաստան, Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, ԴՕԿ, Հանուն Հանրապետության, Նոր ուժ եւ Միասնության թևերն են դիմել վիճարկելով հունիսի 7-ի ընտրության արդյունքները։ Այս 7 դիմումները միավորված կարգով կքննարկվեն, պատասխանողը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, հարակից պատասխանողները ներքին գործերի նախարարությունը, դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն եւ որպես երրորդ անձ դատավարությանը նաեւ քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունն է ներգրավել։